Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի մայիս ամսվա տարրո կանխատեսումը կշեռք նշանի համար։ Սիրելի կշեռքներ, 5-ական քարտով ամսվա կարևոր իրադարձություններն ենք նայելու և 1-ական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Անհատական տարրո կանխատեսման համար կարող եք գրել ինստագրամյան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, սիրելի կշեռքներ, ամսվա սկիզբը մինչև ամսվա կեսերը ձեզ համար սպասողական իրավիճակ կլինի, ինչ-որ գործ, ինչ-որ բան ձեր կյանքում կդանդաղի, կարծես ինչքան էլ դուք չշտապեք, չուզենաք, որ այն շուտ լինի, չի ստացվի, ուղղակի դանդաղ իր ընթացքը կունենա, ինչ-որ բան կարծես կանգ կառնի ձեզ համար։ Ամսվա կեսերից հետո ձեզ օգնություն է սպասվում, թե ինչ ձևով կլինի այդ օգնությունը և որ ոլորտում տարբեր կլինեն, բայց քարտի էներգիան դա օգնությունն է, դա բոլորը կստանան, մեկը գուցե դրամական օգնություն ստանա, մյուսը ուղղակի օգնություն որևէ ոլորտում, որևէ օժանդակություն որևէ գործում և այլն, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Շատերը կունենան նոր էմոցիոնալ սկիզբ, նոր հարաբերություններ կարող է լինել, գուցե ամուսնություն, գուցե նշանдрեք կամ ուղղակի ինչ-որ նոր բան, գուցե կային կարող է պայմանավորված լինել երեխաների հետ, երեխա կնքելու հետ, չգիտեմ, ինչ-որ նման նորություն կարող է իմանաք, համենայնդեպս ինչ-որ էմոցիոնալ նոր սկիզբ է սպասվում ձեզ համար, գուցե հաճելի նվեր ստանաք ձեր զուգընկերոջից, և ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ նորությամբ, գուցե զանգի տեսքով, նամակի տեսքով, բայց ինչ-որ նորություն կլինի, այն կարող է, իհարկե պարտադիր չէ, բայց կարող է պայմանավորված լինել երեխաների հետ։ Այժմ անցնենք նորալուսնի և լիալուսնի էներգիաներին, առաջինը լիալուսին կլինի, այն ամսի 12-ին է լինելու, մի 2 օր առաջ և 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ հենց այն նույն քարտն է դուրս եկել, որ ասեցի նոր սկիզբ, նոր հնարավորություններ, նոր էմոցիոնալ սկզբի մասին է խոսքը, կարծում եմ, որ այս ժամանակահատվածում գուցե եթե ինչ-որ մարդիկ կային, զույգեր կային, որոնք ընկերություն էին անում, գուցե որոշեն իրենց նշանдрեքի օրը կամ ամուսնության օրը, գուցե իրենց երեխային կնքելու օրը որոշեն կամ ուղղակի այս ժամանակահատվածում կնքեն, մի խոսքով նման ինչ-որ հարց կլինի ձեր կյանքում, կարծես պարտություն կմտնի ձեր կյանք։ Եվ նորալուսինը կլինի ամսի 27-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա, այստեղ ձեզնից մի փոքր ավելի շատ ջանք կպահանջվի, որպեսզի որևէ գործ ի կատարածեք, գուցե պետք է այս ժամանակահատվածում զբաղված լինեք, օրինակ քննություններ հանձնելով կամ վիզայի հետ կապված, անձնագրի հետ կապված թեմաներով, ուղղակի մի փոքր ավելի շատ ջանք գործադրեք, որպեսզի ձեր ուզածներին հասնեք։ Այսքանը, սիրելի կշեռքներ, կապված մայիս ամսվա հետ, բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։